Մի հայտարարություն տեսա, որտեղ գրված էր. ես ձեզ բոլորիդ կապացուցեմ, որ հոգեթերապիան չի օգնում։ Իմ մոտ հարցեր առաջանում ոնց համար ապացուցելու։ Երբ որ գիտությունը ապացուցել է, որ հոգեթերապիան օգնում է, գլխուղեղը նկարելով, ցույց տալով, որ մարդու նեոկորտեքսը, այսքան ռացիոնալ մտածողության համար պատասխանատու մասը, վերահսկողության համար պատասխանատու մասը, ակտիվանում է, լիմբիկ համակարգը, այսքան ամիգդալան հանգստանում է։ Էլ ոնց չի օգնում հոգեթերապիան, եթե հենց գլխուղեղը նկարելով մարդիկ ցույց են տալիս։ Ոնց չի օգնում, եթե գիտական հետազոտություններ կա կոգնիտիվ առկաբանական թերապիայի շուրջ։ Ահարոմբեկը, տագնապային խանգարումների հետ կապված, դեպրեսիայի հետ կապված, այսպիսի հետազոտություն էին անում։ Մարդկանց վերցնում էին մի խմբին տալիս էին դեղորայքային բուժում, մի խմբին հոգեթերապիա։ Հոգեթերապիան հաճախ ոչ միայն դեղին հավասար օգնություններ ցույց տալիս, այլ նաև հաճախ ավելի օգուտ էր։ Ինչու՞։ Որովհետև դեղի, երբ որ հանում էի, սիմպտոմները հաճախ հետ էր գալիս։ Իսկ հոգեթերապիան ինքը արդյունքը պահպանում էր, որովհետև դու հմտություններ ես սովորում, որը ողջ կյանքի համար է, այսինքն դու ողջ կյանքում կարող ես քեզ օգնել ինքդ։ Լավագույնը այս երկուսի համակցումն է՝ դեղորայքային բուժում եւ հոգեթերապիա, եւ երկուսն էլ օգնում են։ Ուղղակի պետքա ճիշտ ձևով լինի։ Այսինքն, եթե արդեն գիտականորեն ապացուցված բան է, գլխուղեղը նկարել են, հետազոտություններ արել են, էլ ոնց չի օգնում։ Անմիտ պոպուլիստական բաներ եկեք թողնենք, էլի։ Կամ որ մի քանի բաներ կան, չէ՞, մի սեանսով բոլոր խնդիրները կլուծեմ, այդպես չի աշխատում։ Դա էլ է սխալ, որ մի սեանսով ձեր բոլոր խնդիրները կլուծի ինչ-որ մեկը, եթե նա Աստված չի։ Որովհետև մեր գլխուղեղը ճկունությունը վերականգնելու համար ժամանակ է պահանջում։ Դա ժամանակ է, process է, որովհետև մեր տրավմաները միանգամից չեն։ Իրանք ժամանակի ընթացքում ձևավորվում են, փոփոխություններ են առաջացնում ինչ-որ։ Եթե մանկությունից գալիս է, հետ տրավմատիկն է, որ միանգամից կարա բում լինի ու ինչ-որ փոփոխություններ բերի։ Ու դրա համար էլ տևական թերապիա է պետք։ Հոգեթերապիան process է, հոգեթերապիան օգնում է, գիտականորեն ապացուցված է, գլխուղեղը ուսումնասիրված է։ Այսքանից ավելի վառ ապացույցներ ես չգիտեմ ինչ պետք է լինի, որ մարդիկ հավատան հոգեթերապիային։